Բարև բոլորին։ Մեր մոտ հիանալի եղանակ է Ֆլորենցիայում։ Եկել եմ մի քիչ զբոսնեմ։ Մի քանի գնումներ ունեմ կենտրոնում։ Ձեզ ինչպես միշտ վերցնում եմ ինձ հետ։ Կշրջենք փողոցներով։ Ձեզ ցույց կտամ ինչ հետաքրքիր բան կա այստեղ։ Այս րոպեին գտնվում եմ Սանտո Սպիրիտո հրապարակում։ Խորհուրդ եմ տալիս չանտեսել այս հրապարակը։ Երեկոյան շատ հետաքրքիր ժամանակ կարելի է անցկացնել ապերիտիվի շուրջ։ Ուզում եք իրական զգաք Ֆլորենցիայի շունչը, պետք է գաք այստեղ։ Ոչ թե բոլոր ստանդարտ տուրիստական ճանապարհները, այլ հենց այս վայրերում կարող եք վայելել ապերիտիվ երեկոյան ժամերին եւ ձեզ զգաք ինչպես տեղացի։ Փոքրիկ շուկա կա այստեղ, տեսնենք ինչ կա։ Մրգերի, բանջարեղենների շուկա է, որը լինում է մի քանի ժամ օրվա մեջ, բայց ամեն ինչը թարմ երաշխավորված է։ Սանտո Սպիրիտո բազիլիկան։ Շատ գեղեցիկ է, հիացնում է իր չափսերով։ Բացի են մի քանի կադրից, որը սկզբից դրել էի, ինձ թույլ չտվեցին էլ նկարել։ Եվ սա առաջին եկեղեցին է ընդհանրապես Ֆլորենցիայում, որ ինձ ասեցին, որ չի կարելի ոչ նկարել, ոչ վիդեո անել, ոչ մի բան։ Զարմանալի է, բայց փաստ է։ Հայլենք տեսնենք այս ճանապարհը մեզ դեպի ուր կտանի։ Ինչպես միշտ արդեն մեծ քանակությամբ տուրիստներ են, սեզոնը արդեն բացվել է և արդեն քայլելը և նկարելը ստացվում է բավականին բարդ։ Իրանք ամբողջ ձմեռ ման են գալի կոշիկներով, և չեն մրսում, բայց հենց օրերը տաքանում են և գալիս է ամառը, իրանք հագնում են սապոգներ։ Իմիջայլոց կաշվից լուրջ սապոգներ։ Չեմ կարողam հասկանամ դրա իմաստը, շատ հետաքրքիր է, չգիտեմ, դուք նկատել եք թե չէ։ Մի հատ նայեք այս անկյունը և իր սիրունությունը իր բալկոնով։ Սիրահարները այստեղ իրենց զամոքներն են կախում, իրենց սիրո խորհրդանիշը ենթադրում եմ։ Նայեք, ոնց են երկու մեքենա մի կերպ իրար կողքով անցնում։ Շատացել են այս գոլֆ քարերը, որոնք մինի տուրեր են անցկացնում և քննարկվում է սրանց վերացնելու հարցը, որպեսզի քաղաքը չվերածվի տուկ-տուկների և չդառնա Ինդիա, բայց նրանք դեմ են և բողոքում են, որտեղ զրկվելու են աշխատանքից, չգիտեմ ոնց կվերջանա դա։
Արդեն իսկ նկատեցիք տուրիստների քանակը։ Սա մեր լուքսային փողոցներից մեկն է, որտեղ բոլոր թանկարժեք բրենդերն են ներկայացված։ Չեք պատկերացնի ոնց եմ ես սիրում այս քաղաքը։ Բոլոր քաղաքներն եմ սիրում Իտալիայում, բայց Ֆլորենցիան յուրահատուկ սեր է իմ համար։ Նույնիսկ չգիտեմ ինչի, չեմ կարող ձեզ բացատրեմ, բայց ես շատ հաճախ եմ լինում կենտրոնում, շատ հաճախ տարբեր գործերով, ինչ-որ գնումների եւ այլն, եւ ասեմ ձեզ չեմ հոգնում։ Ինչքան գալիս եմ, այնքան իմ ցանկությունը նորից գալու, նորից շատանում է։ Այդ չասեմ, թե ինչքան վայրեր կան, որ ես այսքան տարի այստեղ ապրում եմ եւ հաճախում եմ, եւ կան վայրեր, որոնք ես չեմ եղել։ Բազմաթիվ, որում երազում եմ լինել։ Ես արդեն վախենում եմ պատկերացնեմ մի ամիս հետո այստեղ ինչա կատարվելու, եթե հիմա արդեն այսպես է։ Իսկապես չեմ պատկերացնում տուրիստների վիճակը, այդ շոքին, այս պայմաններում, որ մտածում ես ոնց ուղղակի անցնես։ Տեսնում եք ջելատոն այս վիճակում, այսինքն սենց սարի նման, երբեք սա մի գնեք։ Իսկական ջելատոն պետք է լինի փակ ամանների մեջ, սա արդեն իսկական չէ։ Ես դուրս եմ եկել տանից, նույնիսկ չեմ նախաճաշել, նույնիսկ սուրճ չեմ հմել, հիմա տեսնեմ այս վայրերից որում տեղ կլինի, գոնե սուրճ խմեմ, հուսով եմ կգտնվի մի վայր, բոլոր սրճարանները արդեն լիքն են, ազատ տեղ գտնելը որևէ տեղ արդեն կլինի խնդիր։ Փորձենք այս մեկը, որը ես շատ եմ սիրում։ Վճարեցի մեկ կապուչինոյի համար 1 եվրո 80 ցենտ։ Այդ եթե դուք ինքներդ մոտենաք, ինքներդ վճարեք եւ վերցնեք։ Եթե նստեք եւ պատվիրեք, կարող է հասնել մինչև 8 եվրո 10 եվրոյի։ Հասադուոմո մեր գեղեցկուհուն։ Ես չեմ կարող իր մոտան տարբեր անցնեմ։ Ամեն այստեղ գալուց ես պարտադիր պետքա կանգնեմ, նայեմ, նկարեմ, չնայած ունեմ միլիոն նկար ասեմ հեռախոսից մեջ, բայց դե չեմ կարա։ Մի հատ նայեք եկեղեցու մտնելու համար ինչքան հեռ պիտի կանգնեք, այստեղից սկսում է, սենց գնում է եւ ամբողջ շենքի շուրջը պտտվում է։ Բացվում է ժամը 10-ին։ Բայց այս հերթը սկսում է ժամը 7-ից 8-ից սպասել մինչև ժամը 10-ը։ Պատրաստ եղեք, որ դուք եք այդքան կանգնելու։ Մարդկանց քանակը իսկապես վախեցնող է, եւ սա ընդամենը ապրիլ ամիսն է։ Եկող ամիսներին չեմ կարող պատկերացնել, նույնիսկ ինչ կարող է տեղի ունենալ։
Փոքր պարկ է, մեծամասամբ օգտագործված գրքեր են այստեղ վաճառվում։ Հասա Սան Լորենցոյի բազիլիկան։ Այսօր պլանավորում եմ մտնել այստեղ, Կապելլա դեյ Մեդիչի։ Ձեզ անպայման ցույց կտամ։ Ամեն ինչի մասին տեղյակ կպահեմ, ինչպես նաև արժեքի։ Գնանք միասին։ Հույսով եմ շատ մեծ հերթ չի լինի այնտեղ։ Ֆլորենցիայի ամենահին կաշվե մարկետներից մեկն է Սան Լորենցոն, հիմա բոլորը գիտեք, ինչպես նաև կա շուկա Սան Լորենցոյի, որի երկրորդ հարկում կա շատ հարմար վայր, որտեղ կարող եք ինչպես նախաճաշել, այնպես ընտրել բավականին էկոնոմ գներով։ Կապելլա մտնելու հերթն է, ճիշտ է շատ չի, բայց ինչքան գտևի չեմ կարող ասեմ։ Երևի պետք էր ավելի շուտ գալ, ժամը 12:30, երևի պետք էր 8-ին գալ, որպեսզի հերթ չլիներ։ Տեսնեմ, եթե շատ երկար չի, կսպասեմ, եթե չէ, կփորձեմ այլ օր գալ այստեղ։ Բավականին արագ է շարժվում, եթե տեսնեք մի 20-30 հոգուց բաղկացած հերթ կանգնեք։ Ամենաշատը 5 րոպե է տևում։ Մտանք։ Հա պետք է ստուգեն իրերը։ Թեն մտա ներս։ Տոմս արժի 9 եվրո։ Կապելլա Մեդիչին այսօր ընդգրկված է Բարջելլո թանգարանի մեջ և ստեղծված է մի քանի հատված նույնիսկ Սան Լորենցո բազիլիկայից վերցված և իրականում Մեդիչի ընտանիքի դամբարանն է։ Բարձրանանք հենց վերև, տեսնենք գմբեթը, որը ամբողջությամբ զարդարված է քարերով, բնական քարերով իհարկե։ Поки он себя поступовать, я четко. Տեսեք ինչքան մանրակրկիտ աշխատանք է այս բոլոր քարերի վրա։ Մոզաիկային հավաք է ամբողջությամբ։ Մի հատ նայեք ինչ մանրամասն աշխատանք արված եւ որտեղից են գտել այս բոլոր գույների քարերը, անհնար է պատկերացնել այդ ժամանակ այս sense մոզաիկը հավաքելը ամբողջ բնական քարերից, ինչ վարպետություն պետք է ունենային, որ սա կարողանային իրականացնել առանց 3D մետանքի, տեսեք ինչքան լավ մասնագետ պետք է լինի, որ սա կարողանա անի։ Տեսնենք այստեղ ինչ է։ Ինչ է իրանից ներկայացնում այս վայրը։
տեսեք նույնիսկ հատակը ամբողջը մոզաիկայի մեջ է, խենթացնող բան է, որ մարդը ունակա սա անել։ Իրականում սա 8 անկյուն կառույց է, 30 մետր լայնությամբ և 60 մետր բարձրությամբ, ամբողջը ծածկված է տարբեր տեսակի մարմարներով, գրանիտներով, օնիքսով, տարբեր տեսակի կարծր քարերի տեսակներով և իր տեսակով եզակի է աշխարհում իհարկե այս դամբարանը, որոնք իրենց համար ստեղծել են և մինչ օրս այսքան մարդ գալիս է իրանց դամբարան նրանց այցելելու։ Շարժվենք առաջ, գնանք Միքելանջելոյի գլուխգործոցը տեսնելու։ Իմ աչքերով եմ ձեզ ուզում ցույց տամ այս ամենը։